Գաղթաղավար մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես ես պետք է խնդրեմ, որ բավականին ծավալուն ձեր խոսքը ներկայացնեք այս երկու հայտարարությունների հետ կապված։ Երեք ըստ էության Թուրքիան այլևս բաց խաղաքարտերով է հանդես գալիս։ Իրենց արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարեց. հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, սա կարևոր փուլ կլինի։ Մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք նրան այս գործընթացում։ Սա ըստ էության սենսացիոն է ինչ-որ միտեղ, բայց նաև արդեն բաց խաղաքարտերով եւ այսպես նաև կուզեմ Կոնստանտին Զատունինի խոսքը մեջբերել շատ կարճ, որովհետեւ գիտեմ, որ դուք ծանոթ եք։ Հայաստանը ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի դեմ։ Մոսկվայի շահերը նրան չեն հետաքրքրում։ Մենք խոսում ենք Ադրբեջանի եւ Թուրքիային հարակից տարածքների մասին։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանի ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը ներգրաված է։ Կոպիտ ասած, նա ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի դեմ։ Սա մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Ղարաբաղ, բայց հետո նրա ներկայությունը գործնականում անտեսվեց։ Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից։ Նա խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի եւ բարեկամության վրա։ Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն, համոզվելու համար, որ թաքնված աստար չկա, հայտնել է Զատունինը։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը, հետո նաեւ արդեն մի քանի այլ հարցեր կան, համեցեք։ Ֆիդանի հայտարարության հետ կապված ոչ մի անակնկալ բան չկա, սենսացիոն բան չկա։ Օրինաչափ բան է տեղի ունենում։ Ռուսաստանի ներկայությունը եւ ներգրավվածությունը տարածաշրջանի process-ներին նվազում է, դեպի Թուրքիային էլ բնականաբար պետք է ավելանա։ Ֆիդանի հայտարարությունն էլ հետևեց Վաշինգտոնում ստորագրված այդ Թրամփի ուղի նախագծի իրագործման մասին, ուրեմն հայտարարությունից հետո։ Այսինքն հենց այնտեղ դա ստորագրեցին, ըստ էության այդ ստորագրումը թևեր տվեց, այսպես ասենք, նոր ոգևորող լիցք տվեց կամ ինչ-որ կանաչ լույս տվեց Թուրքիային իր ճնշումը ուժեղացնելու վերաբերյալ։ Այսինքն եթե ինքը աջակցում է Ֆիդանը, այսինքն Թուրքիան աջակցում է Փաշինյանին, նշանակում է նա աջակցում է այդ Տրամփի ուղու նախագծին, այսինքն աջակցում է ՀՀ կառավարության քաղաքականությանը, հետևաբար աջակցում է նաև ստորագրված այդ Տրամփի ուղու նախագծի հայտարարությանը։ Օրինակ ես չեմ լսել նախկինում, որ ասեին, օրինակ, որ Թուրքիան աջակցում է, ասենք, Հայաստանի կառավարությանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման շուրջ։ Այսինքն այն ժամանակ, քանի դեռ այդ նոյեմբերի 9-ը ակտուալ էր, նման աջակցություն չենք լսում, ինչքան Ռուսաստանի միջնորդական դերը սկսեց նվազել եւ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման հավանականությունը սկսեց նվազել, այնքան Թուրքիան ավելի սկսեց ոգևորվել եւ ավելի սկսեց բացել խաղաքարտերը։ Դե ինքը լավ տեսնում է, որ այս Տրամփի ուղղոց ինքը լիարժեք օգտվելու է։ Դե հետեւաբար ինքը կողջունի ՀՀ կառավարության վերընտրվելու նաև գործընթացը։ Այսինքն պետք է վերընտրվի, չէ՞, որ այդ Տրամփի ուղին նախագիծը կյանքի կոչվի եւ ըստ էության բավարարվեն Թուրքիայի շահերը։ Դե այս համատեքստում էլ եւս կարելի է դիտարկել նաև Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը։ Այո, իրոք Ռուսաստանին փորձում են ներքաշել մի խաղի մեջ, որը, այսպես ասենք, իր շահերից չի բխում։ Ռուսաստանի շահը դա նոյեմբերի 9-ի հայտարարության եւ դրա հիման վրա արկա երրակողմ բոլոր պայմանավորվածությունների կատարումն է եւ դրանց, այսպես ասենք, ավարտին հասցնելն է։ Դա բազմիցս ասվում է եւ ամեն անգամ էլ դրա մասին ասում են։
Այնպես որ ասենք եթե նույն Զալուտունինը հիշատակեց խաղաղապահներին, դե խաղաղապահները մտան ժամանակին նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա եւ իրենց այնտեղ մնալու հիմքը հենց նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր։ Հետևաբար նոյեմբերի 9-ի կատարումը պետք է լիներ հիմք եւ կլիներ հիմք նրանց այնտեղ մնալու։ Դե այսինքն մի կողմից ոնց որ խաղաղապահները մտնում են, մյուս կողմից դու տապալում ես, այսինքն Հայաստանը տապալում է այն իրավական հիմքը, որի հիման վրա իրենք այնտեղ գտնվում են։ Իսկ ստեղծել ձևական ինչ որ պատրանք կամ ցույց տալ իբր որ Ռուսաստանը այս գործընթացներում եւս կա զուտ ներքին լսարանի համար, որ օրինակ ցույց տալու որ Հայաստանը իրոք վարում է բալանսավորված, գիտեմ, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, դա բնականաբար Ռուսաստանի շահերից չի բխում եւ Ռուսաստանը այդ խաղերի մեջ կարծում եմ մասնակցել չի ցանկանում։ Այնպես որ մենք կտեսնենք Թուրքիայի կողմից ել ավելի ինչ ասեմ լուրջ հայտարարությունների, ել ավելի ձեր ասած սենսացիոն հայտարարությունների ականատես կլինենք, որտեվ իրենց ուզածով է ամեն ինչ գնում Թրամփի ուղին ստորագրված է, կառավարությունը պատրաստ է։ Դե հա։ Այո, դե Թրամփի ուղի լավ է հնչում, այտենց բացասական երանգ ոնց որ երանգը Զանգեզուրի Միջանցքի վրայից հանում է, բայց այո, Զանգեզուրյան Միջանցք։ Այո, գիտեն, հասկանում են, որ այդպես են վարվելու, որտեվ Միացյալ Նահանգներն են այդպես ուզում եւ գիտեն եւ անում են։ Բայց այդ անելը չի լինելու այնպես, որ կան իշխանություններին համոզեն, ասեն դուք մի արեք դա սխալ քայլ է, չի կարելի այդպես եւ այլ այդպես չի լինելու, իրենք Միացյալ Նահանգներին են համոզելու որ այդ կարմիր գծերը ինքը չպետք է անցնի, ինչպես բազմիցս դրա մասին խոսել ենք։ Հիմա Ռուսաստանը նախապատրաստվում է Վաշինգտոնին, այսպես ասենք, սիրով համոզել, որ այդ կարմիր գծերը ինքը չանցնի։